բայց ելի ուզում եմ այդ թվում քաղաքական շահարկումներին արձագանքելու տրամաբանության մեջ հիշեցնել, թե ինչպես եւ ինչու է կայացվել կենսաթոշակները բարձրացնելու որոշումը։ Դուք գիտեք, որ 2025 թվականի համար եւ միջազգային եւ հայաստանյան ինստիտուտները եւ պետական բյուջեով էականորեն ավելի պակաս տնտեսական աճի ցուցանիշ էր արձանագրված 5.2%, եթե չեմ սխալվում, եւ իրականում 2026 թվականի փետրվարին Հայաստանի վիճակագրության կոմիտեն հրապարակեց մեր տնտեսական աճի ցուցանիշները եւ պարզվեց, որ տնտեսական աճը մոտ 2%-ով գերազանցում է կանխատեսված ցուցանիշը։ Իհարկե, այստեղ ես համոզված եմ եւ ակնհայտ է, որ սրանում դեր ունեցել են հենց այն քաղաքական իրադարձությունները, որոնց մասին քիչ առաջ խոսեցի։ Այսինքն 2025 թվականի մարտի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտը հաջողությամբ եւ հետագայում նաեւ խաղաղության հաստատումը Վաշինգտոնում իրենք նոր տնտեսական խթան են բերել եւ այդ որոշումների եւ այդ փոփոխությունների արդյունքում է, որ մենք իրականում կանխատեսվածից ավելի մեծ տնտեսական աճ ենք ունեցել եւ մեծ համար քաղաքական խնդիր էր այդ թվում եւ միշտ կա այդ քաղաքական խնդիրը, որ տեսեք, մենք անդադ խոսում ենք տնտեսական աճի մասին, մենք խոսում ենք համախառն ներքին արդյունքի մեկ անձի եւ ընդհանրապես տնտեսության աճի մասին, որովհետեւ 2018 թվականից մինչեւ այսօր մեր տնտեսությունը 53%-ով աճել է։ Սա ահռելի մեծ թիվ է։ Մեկ անձի հաշվով համախառն ներքին արդյունքը ավելի քան կրկնապատկել է։ Եվ մեր իրականության մեջ սովորաբար ինչ պրոբլեմ գոյություն ունի, որ այս ամբիոնից հնչող վիճակագրությունները մարդիկ իրենց կյանքի վրա չեն տեսնում։ Այստեղ է, որ խզումը առաջանում է, եւ մեր մեծագույն քաղաքական խնդիրը եւ հանձնառությունն է, որ երբ որ այս ամբիոնից եւ Հայաստանի պետական ինստիտուտները ազդարարում են տնտեսական աճերի եւ զարգացման մասին, մարդիկ պետք է իրենց կյանքում կոնկրետության մեջ տեսնեն այդ աճերը։ Էսա պատճառը, որ արձանագրելով, որ 2025 թվականի տնտեսական աճը կանխատեսվածից շուրջ 2%-ով ավել է եղել եւ նաեւ հաշվի առնելով մեր 2021 թվականին մեր տված նախընտրական խոստումը, ես որոշում եմ կայացրել, որ անմիջապես որպես առաջին արձագանքը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում թոշակների բարձրացումը եւ դրանով իսկ եւ ուզում եմ ասել, որ սա 2025 թվականի ցուցանիշ է, 2025 թվականի արձանագրման արդյունք է եւ առաջին անգամ մենք ունենք ավելի բարձր միջին կենսաթոշակ Հայաստանի Հանրապետությունում, քան նվազագույն սպառողական զամբյուղն է։ Եվ ելի ուզում եմ կրկնել մեր հանձնառությունը, որովհետեւ ընտրություններից առաջ մեր հանձնառությունների վերաբերյալ շատ են հնչել բամբասանքներ, որ ընտրություններից հետո այդ չեղարկվելու է եւ մեր պարտավորությունն է, ընդ որում դա հեշտ իրականանալի գործ չէ, որովհետեւ կենսաթոշակների հետ կապված ցանկացած գործողություն ինքը ենթադրում է շատ մեծ բյուջետային ծախսեր եւ սրա պատճառը հետեւյալն է, որ ել եմ ասում, եթե մենք 1000 դրամ թոշակ ենք բարձրացնում, մի թոշակառուի համար այդ 1000 դրամը շատ մեծ նշանակություն չունի, բայց պետական բյուջեի համար դա միլիարդների ծախս է, որովհետև մենք խոսում ենք 650,000 մարդու, այսինքն 650,000 անգամ 1000 դրամ, դա արդեն մի ահռելի գումար է եւ մեր հանձնառությունն է, որ 2028 թվականից սկսած մենք կվերանայենք եւ առնվազն գնաճի չափով մենք կինդեքսավորենք կենսաթոշակը, որպեսզի այս սոցիալական նշաձողից մենք ներքև այլևս երբեք չիջնենք։